Ողջույն Տիգրան, մի քանի օր է ակտիվ քննարկվում է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը Եվրոպական միությունից օգնություն է խնդրել գալիք ընտրությունների համար, պատճառն այն է, որ փորձենք դիմակայել հիբրիդային հարձակումներին, արտաքին ազդեցությանը, մինչև այս օգնության ձևաչափին եւ որքանով է այն նորմալ թե ոչ անդրադառնալը, կուզեի մեր դիտողներին ներկայացնես, թե հիբրիդային հարձակում ասելով ինչ նկատի ունեն, ինչ առհասարակ դա։ Այո, հիբրիդային վտանգների, հիբրիդային պատերազմների թեման եւ դրա շուրջ քննարկումները, խոսակցությունները, գիտական աշխատանքները պոպուլար են դարձել հիմնականում վերջին 10 տարվա ընթացքում։ Հիբրիդային գործիք օգտագործելը կամ հիբրիդային պատերազմը նշանակում է ռազմավարական նպատակների հետապնդումը ոչ միայն ռազմական ճանապարհներով, կամ այդ ռազմական գործիքակազմի համատեղումը այլ գործիքակազմերի հետ, ինչպիսին է օրինակ ապատեգատվությունը, մշակութային միգուցե ազդեցությունը կամ այդ ազդեցության գործիքայնացումը, կիբերհարձակումները, այս երևույթը ինչ որ տեսքով միշտ էլ գոյություն է ունեցել մարդկության պատմության մեջ, այսինքն եթե նույնիսկ նայենք ամենավաղ շրջանի պատերազմներին, միշտ էլ հակառակորդին մոտապատեգատվության տարածումը, ինչ որ հնարքների կիրառումը տարածված երևույթ է եղել, այսինքն երևույթը ինքնին նոր չէ, բայց համակարգային բնույթ ստացել է վերջին, իհարկե, տասնամյակների ընթացքում, վերջին շրջանի հիբրիդային պատերազմները կամ հիբրիդային գործիքների կիրառում հիմնականում քննարկվում են Ռուսաստանի համատեքստում, երբ 2010-ականների կեսերից սկսած Ռուսաստանը սկսեց ակտիվորեն այս գործիքակազմը կիրառել Արևմուտքում, Արևմտյան Եվրոպայում, Միացյալ Նահանգներում ներքին գործընթացների վրա ազդեցության համար, ապատեգատվության տարածման համար, կիբերհարձակումների միջոցով տարբեր նպատակներին հասնելու համար, Ռուսաստանում այս գործիքակազմը սկսել է կիրառվել ակնհայտ պատճառով, որովհետև սկսվել էր դիմակայություն Արևմուտքի հետ, որի հետ ռեսուրսների անհամաչափություն գոյություն ուներ, այսինքն Ռուսաստանի տնտեսությունը օրինակ ոչ Եվրոպական միության տնտեսության հետ համեմատելի, ոչ էլ Միացյալ Նահանգների տնտեսության հետ, նույնը վերաբերում է բոլոր այլ ռեսուրսներին ու կարողություններին, ու հիբրիդային գործիքակազմը թույլ է տալիս փոքր ռեսուրսների կիրառմամբ հասնել բավականին մեծ նպատակներին։ Ժամանակին 2014 կամ 14 կամ 15 թվականին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի-պետ Գերասիմովը հարցազրույց էր տվել կամ եթե չեմ սխալվում հոդված էր հրապարակել, որի մեջ օգտագործել էր այդ նոր տեսակի պատերազմ վարելու քաղաքականությունը Ռուսաստանի մոտ եւ այդ ժամանակ ի հայտ է եկել նաեւ Գերասիմովի դոկտրին հասկացությունը, որը իրականում որպես այդպեսին գոյություն չուներ, այսինքն որպես դոկտրին գոյություն չուներ, պարզապես այդ հարցազրույցի հիման վրա շատերը սկսեցին այդ եզրույթը օգտագործել Գերասիմովի դոկտրին եւ այս դրսևորումները ակտիվորեն սկսեցին ի հայտ գալ օրինակ 2015 թվականի Մեծ Բրիտանիայի Brexit-ի քվեարկության ժամանակ, Թրամփի առաջին ընտրությունների ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվեց, ու Ռուսաստանի հիմնական նպատակը նույնիսկ ոչ թե այն էր, որ կոնկրետ տեխնացուին կամ կոնկրետ օրակարգ աջակցեն, այլ ընդհանուր առմամբ ներքին քաոս առաջացնել էր։ Օրինակ շատ հետազոտված թեմա է սա, կային դեպքեր, երբ ռուսական տարբեր fake հաշիվներ տարբեր սոցիալական ցանցերում փորձում էին կազմակերպել ցույցեր, ինչպես օրինակ Հիլարի Քլինտոնի կողմնակիցների, այնպես էլ Դոնալդ Թրամփի կողմնակիցների, ինչպես օրինակ սևամորտների իրավունքների պաշտպանության օգտին, այնպես էլ ընդդեմ, այսինքն ինչ որ ներքին անկայունության ստեղծումն է, հիշում ես նաև հայտնի կիբերհարձակումները, երբ օրինակ դեմոկրատական կուսակցության այդ ողջ արխիվը ջարդվեց եւ հրապարակվեց, ինչը լուրջ հարված հասցվեց Քլինտոնի հաղթանակի շանսերին, բայց նաև բազմաթիվ այլ դեպքեր եւ դրանք շարունակական են եւ դրանք կարծես թե նաև հասնում են մեր տարածաշրջան Հայաստան եւ այլ երկրներ։ Ռուսաստանի օրինակ վերեցի, իհարկե Հայաստանի իշխանությունները չեն նշում որ երկրի մասին է խոսքը, հա, այդ միջամտության մասին նշեց, առհասարակ ընդհանուր ոչ մի հստակեցում չեմ մտցնում, թե ինչ վտանգներ են իրենք տեսնում, բայց Եվրոպական միությունից ասում են, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Հիմա Հայաստանում ընդդիմությունը ասում է, որ սա մեր երկրի ներքին գործերին միջամտություն է, արդյոք դա այդպես է թե ոչ եւ լավ է դա թե ոչ։ Դες դե ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները խուսափելու են կոնկրետ Ռուսաստանի մատնանշելու, ես արձանագրեմ, որ այո, Ռուսաստանից կա հիբրիդային, Ռուսաստանից բխող հիբրիդային վտանգներ կան, այդ մասին խոսում են
օրինակ կիբերամտանգության մասնագետները Հայաստանում առաջատար կարող եմ սեփական փորձով մի օրինակի մասին պատմել, որպեսզի մեր դիտողների համար ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը գնում։ Ամիսներ առաջ մեր կազմակերպության էլեկտրոնային հասցեին նամակ էր եկել, որտեղ մի լրագրող, որ ներկայանում էր Wyoming Star պարբերականի լրագրող, ինձնից հարցազրույց էր խնդրում եւ խնդրում էր մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական գործընթացները։ Եվ ես զարմացած այդ հանգամանքով, որ Wyoming-ում ինչ որ մեկը հետաքրքրված է Հայաստանի ներքաղաքական զարգացումներով, պարզապես Google այդ search-ի միջոցով գտա այդ կայքը եւ պարզեց, որ այդ կայքի բովանդակության կեսը նվիրված է Հայաստանին, կեսը Մոլդովային, այսինքն ակնհայտ է, որ դա Միացյալ Նահանգների հետ կապ չունեցող ինչ որ պարբերական էր եւ օգտագործում էր ինչ որ արտաքին դերակատարների կողմից ապատեգատվություն տարածելու համար Հայաստանի Մոլդովայի վերաբերյալ եւ եթե այս հանգամանքները համադրում ենք եւ ակնհայտ է, որ ռուսական նաեւ ծագում ունեցող կայքեր։ Այսինքն ու իդեպ Civilnet-ում էլ այսօր հենց հոդված հրապարակվեց այդ մասին, որ վերջին շրջանում հատկապես ակտիվացել են Հայաստանի թեմայով ապատեգատվության տարածման, այդ անհասկանալի ծագում ունեցող կայքերի միջոցով եւ այլն, այսինքն արձանագրենք, որ այդ վտանգը գոյություն ունի։ Նաեւ արձանագրենք, որ այդ վտանգը ոչ միայն Ռուսաստանի կողմից է գալիս։ Օրինակ Ադրբեջանի բազմաթիվ քայլեր, բազմաթիվ հայտարարություններ, բազմաթիվ գործողություններ ընկնում են այդ ընդհանուր ձևակերպման մեջ հիբրիդային գործիքակազմի։ Այս թեմայով շատ հետաքրքիր գիրք էր ժամանակին գրել Մարկ Գալիոտին, ով Ռուսաստանի անվտանգային քաղաքականության գլխավոր հետազոտողներից մեկն է աշխարհում, կոչվում է ամեն ինչի գործիքայնացնում։ Անգլերեն օգտագործում է weaponization բառը, որը դժվար է հայերեն թարգմանել, բայց ամեն ինչ զենք դարձնել է, այսպես է կոչվում։ Օրինակ նկարագրում է այդ գրքի մեջ որոշակի գործողություններ, որոնք ամբողջովին համընկնում են Ադրբեջանի գործիքակազմի հետ։ Էկոլոգիական թեմայի օրինակ օգտագործումը անվտանգային նպատակներ։ Լաչինի Միջանցքի բլոկադան կարող ենք հիշել, արգելափակումը եւ Լեռնային Ղարաբաղի բլոկադան, կարող ենք հիշել օրինակ Երասխում կառուցվող այդ գործարանի պատմությունը, որ էլի էկոլոգիական տարբեր պատրվակներով ստիպեցին վերջի որպեսզի այդտեղ գործարան չկառուցվի։ Հիմա տեսանք, որ վերջերս նույնիսկ սոտք ինչ որ պատվիրակություն եկավ ադրբեջանական ստուգելու համար, ինչ որ էկոլոգիական պայմաններ, միջազգային իրավունքի գործիքայնացումը, երբ տարբեր միջազգային գործիքների միջոցով փորձում են ճնշում գործադրել հակառակորդի նկատմամբ, այդ թվում նաև տարբեր դաշինքների գործիքայնացնում, բազմիցս խոսել ենք ինչպես է օրինակ Ադրբեջանը օգտագործում այդ չմիավորած ազգերի կազմակերպությունը իր համար ընդունելի արդյունքների հասնելու համար։ Մի խոսքով վտանգներ կան, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանից, իրականում այլ երկրներից եւս, սա անժխտելի հանգամանք է։ Հիմա անդրադառնալով քո հարցին, արդյոք նորմալ է, որ Եվրոպական միությունը աջակցություն է հայտնում որևէ երկրին այս վտանգներին դիմակայելու համար։ Ինքնին նորմալ է։ Եվրոպական միությունը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել ու ունենում Հայաստանում բարեփոխումների գործընթացում։ Օրինակ, եթե տարբեր ոլորտներ վերցնենք, հիմնականում Եվրոպական միության նախկինում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող միջոցներով են իրականացում այդ բարեփոխումները, այդ թվում նաև ընտրական բարեփոխումներ։ Ու այդ ժամանակ կարծես թե շատ լուրջ առարկություններ չկային այս թեմայով, բայց այստեղ խնդիրը ոչ թե սկզբունքն է, արդյոք նորմալ է, որ Եվրոպական միությունը աջակցում է, այլ խնդիրը այն է, թե ինչպես է այդ աջակցությունը իրականացվում։ Ինձ է ուզում հարցնել, Մոլդովայի փորձն են բերում որպես հաջողված օրինակ, բայց ինչ ձևաչափով, ինչ գործիքակազմով առհասարակ նման գործակցությունը տեղի ունենում։ Խոսքի վերջը ընտրությունների մասին է, որը ուղղակի բարեփոխման պլան չէ կամ ուղղակի բարեփոխման աջակցություն չէ։ Մոլդովայի պարագայում հատուկ առաքելություն էր ստեղծվել Եվրոպական միության հետ, որը կոչվում էր Եվրոպական միության համագործակցության առաքելություն Մոլդովայում, որի միջոցով կամ որի աջակցությամբ Մոլդովան փորձում էր դիմակայել այդ արտաքին միջամտության փորձերին կամ արտաքին վտանգներին։ Հայաստանի պարագայում դեռևս կարծես թե պարզ չէ, թե ինչպիսի մեխանիզմներով են սա իրականացնելու եւ այստեղ պետք է իհարկե խոսել մի շարք մտահոգությունների մասին, որոնք օբյեկտիվ են, որոնք կապված չեն քաղաքական տարբեր դերակատարների տեսակետից, ընդդիմությունը բնականաբար երբ բացասական մոտեցում պետք է ունենար, բայց սրանք այս մտավախություններից առաջինը այն է, որ եթե այս աջակցությունը տրվելու է պետական մարմիններին, թեկուզ ֆորմալ առումով անկախ ինչ որ մարմիններին, անկախ գործառույթներ իրականացնող մարմիններին,
վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ փաստացիորեն Հայաստանում անկախ մարմին գոյություն չունի արդեն։ Ամեն ինչ գտնվում է իշխող ուժի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո։ Եթե երկրում բարձրագույն դատական խորհրդի ղեկավարը 1 SMS-ով աշխատանքից ազատվում է, խոսում ենք սահմանադրական կառույցների, սահմանադրական ճյուղերի բաժանման մասին սահմանադրության դատական իշխանության բաժանումից օրինակ գործադիր իշխանությունից իհարկե մտածել որ կառավարության ներսում կամ թեկուզ կառավարությունից դուրս բայց պետական համակարգի մաս հանդիսացող մարմին կարող է գոյություն ունենալ որը կարող է անաչառ այդ գործառույթը իրականացնել այդքան էլ լուրջ չէ երկրորդ մտավախությունը ու մտահոգությունը որ գոյություն ունի որը անմիջականորեն կապված է հենց առաջի մտահոգության հետ որ մեծ հաշվով կարծում եմ քննարկման հարց է արդյոք պետք է Հայաստանի իշխանություններին դիտարկել որպես ապատեգության օրինակ դեմ պայքարում դերակատար թե այդ ապատեգատվության տարածմանը մասնակցող դերակատար, որովհետև վերջին շրջանների զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները չեն խորշում այդ նույն գործիքակազմի կիրառումից։ Նույն գործիքակազմը, որ կիրառում է Ռուսաստանը։ Եթե մենք հիմա հետևենք մեր սոցիալական ցանցերին, հատկապես նշեմ, որ վերջին շրջանում TikTok-ում եւ Instagram-ում եւ նմանատիպ այլ սոցիալական ցանցերում քաղաքականացված կոնտենտի արտադրությունը տարբեր կողմերից, այդ թվում նաեւ իշխանական կողմից, ակնհայտորեն իշխանական կողմից ակտիվացել է, մենք կարող ենք նաեւ խոսել տարբեր լրատվամիջոցների մասին, իշխանության վերահսկողության տակ գտնվող եւ իշխանությանը պատկանող, որոնք ակտիվորեն տարածում են ապատեգատվություն, ակտիվորեն թիրախավորում են տարբեր խմբերի, մենք կարող ենք խոսել նաեւ մի շարք այլ գործոնների մասին, որոնք ապացուցում են, որ իշխող ուժը մեծ հաշվով ոչ թե որոշել է պայքարել ապատեգատվության դեմ, այլ փորձել է այդ պայքարում կողմերից մեկը դառնալ եւ պարզապես հաղթել այդ պայքարում որպես կողմ։ Եվ այդ առումով կրկին, եթե աջակցությունը տրվում է պետական մարմիններին, որոնք ակնհայտորեն գտնվելու են իշխող ուժի ազդեցության տակ, այստեղ կարող են հարցեր առաջանալ։ Ինչը կարող է լինել լուծումը։ Լուծումը կարող է լինել անկախ խմբերին, անկախ կազմակերպություններին այդ աջակցության տրամադրումը։ Օրինակ Հայաստանում կան պրոֆեսիոնալ կազմակերպություններ, որոնք զբաղվում են կիբեր անվտանգության հարցերով։ Եթե այդ խմբերին տրվի աջակցությունը, որոնցից շատերի անարդարության մեջ կարծում եմ լուրջ կասկածների գոյություն չունեն, իհարկե դա կարող է դրական ազդեցություն ունենալ։ Բայց քաղաք հասարակության մասին խոսելիս եւս այստեղ կան խնդիրներ առաջանում, որովհետեւ կազմակերպությունների դերակատարների մի մասը կրկին ակնհայտորեն պրոիշխանական գիծ են ընդունել եւ նույնիսկ ամիսներ առաջ երբ այս խոսակցությունները նոր սկսվում էին ընտրություններից առաջ արտաքին վտանգներին դիմակայելու վերաբերյալ շատերը ասում էին որ տարբերակ չկա պետք է պարզապես ակնհայտորեն աջակցել իշխանություններին որովհետեւ ընդդիմությունը պրոռուսական է ինչը իհարկե պրոբլեմատիկ մոտեցում է Շատերի մոտ տրամաբանական հարց կառաջանա, թե եթե այս ամեն ինչ արվում է ժողովրդավարության ինստիտուտը պաշտպանելու համար, ինչու է Եվրոպական միությունը կամ այդ ինստիտուտները ինչու են լռում, տեսնելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները վերջին շրջանում, որքանով այդ ամեն ինչը մտնում ընդհանուր այդ գաղափարի տրամաբանության մեջ։ Այո, սա իրականում մեկ այլ մտահոգություն է, որովհետև կարծես թե տարբեր աղբյուրներից եկող ինֆորմացիան դատելով ու նաև Եվրոպական միության պահվածքը գնահատելով Եվրոպական միությունը գալիք ընտրությունները դիտարկում է առաջին հերթին աշխարհաքաղաքական ակնոցներով։ Մի քանի շաբաթ առաջ հայտնի փորձագետ, ով հիմնականում հայ-ադրբեջանական թեմայով էր զբաղվում, եւ ամենահայտնի փորձագետն է միջազգային այս թեմայով զբաղվում, Թոմ Դևալը Քարնեգիում հոդված էր հրապարակել, որում նշել էր, որ Հայաստանի ընտրությունները, գալիք ընտրությունները աշխարհաքաղաքական ընտրություններ են։ Դες եթե Թոմ Դևալը մի 2 տարի առաջ այս հոդվածը գրեր, ես միգուցե հրապարակայինորեն կքննադատեի նրան, բայց այս պարագայում Թոմ Դևալը ասում է այն, ինչ բոլորը մտածում են, բայց չեն ասում։ Բոլորը ասելով նկատի ունեմ այդ թվում նաև արևմտյան տարբեր դերակատարների, այն որ վերջին ամիսների ընթացքում մի շարք լրջագույն խախտումներ են տեղի ունեցել, ժողովրդավարական սկզբունքների ոտնահարում է տեղի ունեցել բազմաթիվ դեպքերում, անհիմն ձերբակալումներ են տեղի ունեցել ընտրովի արդարադատություն եւ այլն եւ մենք որևէ արձագանք չենք տեսել Եվրոպական միության կողմից եւ նաեւ արևմտյան դերակատարների կողմից, սա իհարկե լուրջ հարցեր է առաջացնում Եվրոպական միության անաչառության վերաբերյալ։ Այսինքն
Եթե մոտեցումը աշխարհաքաղաքական է, եթե դուք հստակ մտածում եք, որ դե տեսեք, կա ինչ որ պրոարևմտյան ուժ ու ընդդիմությունը պրոռուսական է եւ ուստի մենք պետք է այդ հաշվարկներով առաջ շարժենք, ապա իհարկե բոլոր խոսակցությունները նորմերի եւ իրավունքների մասին արդեն չեն դիտարկվելու Հայաստանում որպես անկեղծ, որովհետեւ մարդիկ կարող են տեսնել, որ նույն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում օրինակ ինչ որ ժամանակահատվածում նախկինում շատ այլ գնահատականների են արժանանում, քան հիմա։ Եվ սա իհարկե ազդում է հանրային ընկալումների վրա եւ այդ թվում նաեւ տարբեր դերակատարների ընկալումների վրա, բայց վերադառնալով արդյունավետության թեմային, ես կարծում եմ, որ հնարավոր է այս աջակցությունը կամ այս աջակցության կիրառումը ավելի արդյունավետ տարբերակներով իրականացնել եւ ես այստեղ շեշտը կդնեմ առաջին հերթին անկախ դերակատարների հետ աշխատանքի, ապաքաղաքական դերակատարների հետ աշխատանքի վրա, որովհետեւ եթե Եվրոպական միությունը աշխատում է պետության իշխանության հետ դիմակայելու այդ վտանգներին, միշտ կարող են այս հարցերը առաջանալ կամ էլ կարելի է ինչ որ նոր մեխանիզմներ մտածել, օրինակ այդ առաքելությունը, որի մասին մենք խոսեցինք, Մոլդովայում ու Հայաստանում կա Եվրոպական միության դիտորդական առաքելություն, միգուցե կարելի է քննարկել դրա մանդատը լայնացնելու ուղղությամբ։ Այսինքն խնդիրը ոչ թե այս ձևաչափով համագործակցությունն է, նման համագործակցությունն է, այլ արդյունավետության հարցն է, որքանով դա արդյունավետ կլինի եւ արդյունավետությունը ու եւս մի հարց, որը դեռևս չեն քննարկել այսօր, նաև այդ սահմանը հասկանալը, ինչն է հիբրիդային վտանգ, ինչն է ներքաղաքական գործընթաց, որովհետև մենք վերջին տարիներին տեսնում ենք մի գործընթաց, որ իշխանությունը որևէ քննադատություն դիտարկում է որպես հենց հիբրիդային հարձակում, արտաքին ուժերի ազդեցության տակ տեղի ունեցած հարձակում, զավեշտալի դեպքեր կարող ենք հիշել, մեծ հաշվով վերջին տարիներին, ով իշխանությանը քննադատել է, իշխանության քաղաքականությունը քննադատել է, հայտարարվել է այս կամ այն տարբերակով որպես արտաքին ուժերի օրակարգ սպասարկող դերակատար, հիբրիդային պատերազմի մարզ, հիբրիդային հարձակման մարզ եւ այս քաղաքականությամբ նաեւ իշխանությունն է արժեզրկել այս կարևոր խոսակցությունը, որովհետեւ ինչպես նշեցինք հաղորդման թողարկման սկզբում, այս հիբրիդային վտանգները գոյություն ունեն, բայց դուք եթե ֆուտբոլային երկրպագունների պահանջը ֆեդերացիայի նախագահի հրաժարականի անվանում ես հիբրիդային վտանգ կամ հարձակում Հայաստանի ինքնիշխանության դեմ, եթե Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի բանվորների գործադուլը անվանում ես քայլ Հայաստանի ինքնիշխանության դեմ, եթե ուղիղ եթերով ակտիվիստի են ծեծում ու հետո այդ ակտիվիստին ծեծած կուսակցության ծեծած գործչի կուսակցությունը հայտարարություն է տարածում, որ սրանով նրանք պաշտպանել են Հայաստանի ինքնիշխանությունը, եթե բոլոր քաղաքական դերակատարներին առանց որևէ ապացույցների համարում ես արտաքին ուժերի գործակալ, իհարկե անլրջության աստիճան է հասնում այս խոսակցությունը, վերջին շրջանում ընդհանրապես շատ վտանգավոր խոսույթ է մտել մեր հանրային դաշտ, որտեղ տեսեք, բոլորը գիտեն, որ այս ինչը օրինակ Ռուսաստանի գործակալ է, ուստի արդարացված է այդ գործչի, այդ դերակատարի, այդ ինստիտուտի դեմ օրինակ ապօրինի գործողություններ իրականացնել։ Այսինքն տեղի է ունենում ապա ինստիտուցիոնալիզացում, երբ մարդկանց սուբյեկտիվ կարծիքի հիման վրա կարող են տարբեր խմբերի օրինակ դեմ հետապնդումներ սկսել։ Այսօր օրինակ այդ խումբը եկեղեցու վերնախավն է, նույն այդ մարդիկ, ովքեր այսօր ասում են, որ սուբյեկտիվ գնահատականներով կարելի է հետապնդումներ սկսել, վաղը կարող են նրանք թիրախ լինել, որովհետև ինչ որ մեկի կարծիքով էլ նրանք են ինչ որ մեկի գործակալ, ես համաձայն չեմ այդ պնդումների հետ, բայց այդպիսի կարծիք կարող է գոյություն ունենալ եւ գոյություն ունի օրինակ ընդդիմադիր տարբեր շրջանակների մոտ։ Հիմա եթե այս ընդդիմությունը ինչ որ պարագայում գա իշխանության ու սկսի նույն սկզբունքներով օրինակ իրականացնել արդարադատություն, այսպես կոչված, արդյոք դա ընդունելի կլինի։ Իհարկե ընդունելի չի ու այդ առումով, ինչպես արդեն նշեցի, պետք է այդ սահմանը շատ հստակ գծել։ Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև նրանց սպասարկող որոշ խմբեր վերջին տարիների ընթացքում քաղաքական, ներքաղաքական դիսկուրսի անվտանգայնացում են իրականացում, երբ ամեն ինչ դիտարկում են անվտանգության պրիզմայով եւ բոլոր տեսակի խոսույթները ներկայացնում են որպես անվտանգային սպառնալիք։ Սա եթե հստակ չնախանշվի ինչ նկատի ունենք հիբրիդային վտանգ ասելով, հիբրիդային վտանգին կամ արտաքին ներազդեցությանը դիմակայելու առումով կարող է պարզապես գործիք դառնալ
ներքաղաքական տարբեր դերակատարների նկատմամբ ճնշումների համար։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։